Ըստ խնդրի 1-ից մինչև 30,000 բոլոր բնական թվերը գրված են մեկ շարքով։ Պետք է գտնենք, թե այս շարքում քանի անգամ է հանդիպում 2025 քառանիշ թիվը։ Սկսենք երկնիշ թվերից եւ պարզենք, թե երկնիշ թվերը իրար կողք գրելու արդյունքում ինչպես կարող ենք ստանալ 2025 թիվը։ Եվ նկատենք, որ միակ տարբերակն այն է, որ 20-ից հետո գրված լինի 25-ը։ Եկեք դա պատկերելու համար պատնեշ տնենք 20-ի եւ 25-ի միջև, սակայն քանի որ 20-ը եւ 25-ը հաջորդական թվեր չեն, նման տարբերակ ունենալ չենք կարող։ Անցնենք եռանիշներին։ Եռանիշ թվերը մեկ շարքով գրելով 2025 ստանալու համար ունենք արդեն 3 տարբերակ։ Կամ պատնեշը կարող է լինել 2-ից հետո, ինչը նշանակում է, որ 2-ից առաջ ունենք եւս 2 թվանշան, կամ պատնեշը կարող է լինել 0-ից հետո, ինչը նշանակում է, որ 2-ից առաջ ունենք 1 թվանշան եւ 1 թվանշան էլ ունենք գրված 5-ից հետո, կամ էլ պատնեշը կարող է լինել 2-ից հետո, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ 5-ից հետո ունենք գրված եւս 2 թվանշան։ Դիտարկենք այս դեպքերը առանձին։ Առաջին դեպքում 0-ով սկսվող թիվ ունենալ չենք կարող, հետևաբար այս դեպքը միանգամից բացառում ենք։ Երկրորդ դեպքում առաջին թիվը պարտադիր պետք է սկսվի 2-ով, սակայն քանի որ 220-ին չի կարող հաջորդել 250 ինչ-որ թիվ, այս դեպքը եւս բացառում ենք։ Նույն պատճառով, քանի որ երրորդ դեպքում 200-ով սկսվող թվին չի կարող հաջորդել 500-ով սկսվող ինչ-որ թիվ, այս դեպքը եւս բացառում ենք։ Հաջորդը դիտարկում ենք քառանիշ թվերով 2025 ստանալու բոլոր հնարավոր տարբերակները։ Կրկին օգտվենք պատնեշներից։ Կամ պատնեշը դրված է 2025-ից առաջ, կամ դրված է 2-ից հետո, կամ դրված է 0-ից հետո, կամ էլ դրված է 5-ից առաջ, քանի որ 5-ից հետո դրվելու դեպքը նույնն է, ինչ որ առաջին դեպքը։ Էլի դիտարկենք բոլոր դեպքերը առանձին։ Առաջին դեպքում պարզ է, որ 2025-ից առաջ կարող է գրված լինել միայն 2024 թիվը, հետևաբար այստեղ ունենք միայն մեկ տարբերակ։ Երկրորդ դեպքում էլի 0-ով սկսվող թիվ ունենալ չենք կարող, հետևաբար այս դեպքը միանգամից բացառում ենք։ Երրորդ դեպքը կարող ենք լրացնել միայն մեկ ձևով, 2520-ին պետք է հաջորդի 2521-ը, այստեղ եւս ունենք մեկ տարբերակ, եւ չորրորդ դեպքը կրկին կարող ենք լրացնել միայն մեկ ձևով, այստեղ եւս ունենք մեկ տարբերակ։ Ընդհանուր քառանիշներում ստանում ենք 3 տարբերակ։ Եվ վերջում դիտարկենք հնգանիշ թվերի շարքով 2025 ստանալու բոլոր հնարավոր դեպքերը։ Ինչպես արդեն հասկացանք, առաջին դեպքն այն է, որ պատնեշը դրված լինի 2025-ից առաջ, երկրորդ դեպքում պատնեշը դրված է 2-ից հետո, երրորդ դեպքում դրված է 0-ից հետո, այնուհետև չորրորդ դեպքում 5-ից առաջ եւ վերջին 5-րդ դեպքում 5-ից հետո։ Մնում է միայն դիտարկենք այս դեպքերը առանձին։ Սկսենք առաջին դեպքից, որտեղ առաջին թիվը պարտադիր պետք է սկսվի 2025-ով։ Այ արդեն որպես վերջին թվանշան կարող ենք գրել 0-ից 9 բոլոր թվանշանները, հետևաբար այստեղ ունենք 10 տարբերակ։ Երկրորդ դեպքում կրկին 0-ով սկսվող թիվ ունենալ չենք կարող, հետևաբար այստեղ ոչ մի տարբերակ չունենք։ Երրորդ դեպքում առաջին երկու թվանշանը պարտադիր պետք է լինեն 25, իսկ այ արդեն երրորդ թվանշանում կարող ենք տեղադրել 0-ից մինչև 9 բոլոր թվանշանները, կրկին 10 տարբերակ։ Երրորդ դեպքի համար նկատենք, որ 5-ով սկսվող հնգանիշ թիվ ունենալ չենք կարող, քանի որ ըստ պայմանի մեր գրած թվերը մինչև 30,000-ն են։ Այստեղ եւս տարբերակ չունենք։ Եվ վերջին 5-րդ դեպքում, որպես առաջին թվանշան, նույն պատճառով կարող ենք տեղադրել միայն 1 կամ 2 թվանշանները։ Ունենք 2 տարբերակ։ Եվ այսպես հնգանիշներում էլ ստանում ենք ընդհանուր 22 տարբերակ, որին էլ գումարելով քառանիշներում ստացված 3 տարբերակը, որպես պատասխան ստանում ենք 25 տարբերակ։